Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ոչ։ Շնորհակալություն եւ վերջին հարցը։ Ալինա Սիմոնյան տրիբունայում, պարոն նախարար, դուք հայտնվեցիք սկանդալի մեջ, երբ ձեզ պատկանող այգետնակը վարձով տվել եք ձեր ընկերոջ, որտեղ միջոցառում կազմակերպվեց, հիմա ուզում եմ ձեզանից հարցնել, շարունակում եք արդյոք ձեր այգետնակը կամ նման ձեր հաստատությունները տալ վարձով, օբյեկտները տալ վարձով պետական հաստատություններին, կորպորատիվներին եւ եթե այո, ինչքան գումար եք աշխատել։ Այո, շարունակում եմ վարձով տալ իմ այգետնակը այդ ընկերությանը, որը տեղ տնտեսական գործունեություն է իրականացնում։ Ճիշտն ասած, ում են իրանք ծառայություն մատուցում, ինձ չեն հարցնում, ես չգիտեմ ումից են ստանում եկամուտ, իմ տեղեկություններով պետական մարմիններին ծառայություն չեն մատուցել, չգիտեմ, ուրիշ գույք չունեմ, որպեսի վարձով տամ, այդ մի տունն է, այդ էլ վարձով եմ տվել, որտեղ այդտեղ չեմ ապրում, որտեղ Երևանում եմ վարձով ապրում, այսքանը։ Հետեք մնացեք հիմա կամ արդեն քանի։ Շնորհակալ եմ։ Իգաջան, խոթեր թույլ տվեցամ ուղղակի Եվրոպան Ես իմ խոսքի սկզբում նշեցի ինչի եմ հաջող համարում, որովհետև այստեղ այս մասնագիտական տեսանկյունից էականա ոչ թե բացարձակ ծավալը, տոկոսադրույքը, այլ տարբերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների գանձապետական պարտատոմսերից, այսինքն այդ սպրեդն է էական։ Իհարկե բացարձակ առումով մեր համար ցանկալի է ինչքան հնարավոր է փոքր տոկոսադրույքով պարկ վերցնել, բայց ձեզ սենց ասեմ, աշխարհում որևէ մեկը չի կարող 3%-ով պարկ վերցնել, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը 4.5% է։ Այսինքն եթե մենք պլանավորել ենք պարկ վերցնել, այդ պարկը չի կարող դրանից Այդ եմ ասում, հիմա այդ պահը, եթե մենք հետաձգենք այդ պահին չանենք, 7-1 էլ չենք ստանալու։ Այսինքն ստանալու ենք շատ ավելի բարձր, որտեղ շուկաները ուղղակի խարխլվեցին դրանից հետո եւ մինչեւ հիմա հələ ուշքի չեն եկել։ Ինչքան շուկաները տատանողական են լինում, այնքան տոկոսադրույքները ավելի բարձր են լինում։ Եվ կարծում եմ, որ հենց այն պահը, որի ժամանակ մենք թողարկեցինք, ես չէի ասի, որ մենք շատ խելոք էինք, որ տենց արեցինք, բայց իհարկե ունեինք սպասումներ, այսինքն որոշել էինք, որ այդ ժամանակ պետքա թողարկումը տեղի ունենա եւ գիտեինք, որ ինչքան սպասենք, այնքան անորոշությունը կարող է ավելանալ, իհարկե շանս կա, որ կարող է անորոշությունը ավելի փոքրանար, բայց ուղղակի այսպես կարելի ասել, որ հաջող թողարկում է այս առումով եւ ինչ վերաբերում է բացարձակ մակարդակին 7-1%-ին, արդեն դրա մասին արձագանքեցի, որ երբ որ տոկոսադրույքները նվազեն, այդ ժամանակ կարող ենք այս հարցին անդրադառնալ։ Ես դրա մասին չեմ կարող մեկնաբանություն տալ։ Չգիտեմ, կարող է եւ կարող է չի կարող։ Չէ, միացեք աստծո։ Պարոն նախարար, մեր պետական պարտատոմսերը ինչքանով եք թողարկում 7.5-ը չէ կարծեմ։ Որտեղ մասնավոր բանկեր ունագեցուն են վերցած 9.5%-ով, պետական պարտատոմսը ավելի ցածր է։ Նախ դրա եկամտաբերությունը եւ արդյունավետությունը ոնց է գնահատում։ Մեկ էլ հարկայինի մասով շատ քննարկվեց որ բյուջեն ուռճացված է գրել ձեր նախկին տեղակալը, որ հիմա գնաց պետնախագահ եւ հիմա ինքը ստիպված պետք է կատարի իր գրած թվերը հարկայինով, նաեւ դրանով են պայմանավորում այս հարկային
տերորը, սա իմ ձևակերպումն է, որ իրականացվում է թե օրենսդրական փոփոխություններով, թե կոնկրետ վարչարության մասով ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողների նկատմամբ, որ տուգանքի մատերիալ դարձնելով փորձում են ամեն գնով բյուջե գումար բերել, որովհետև չեն կարողանում այդ թվերի տակից դուրս գալ, այսինքն ձեր ֆինանսների նախարարության գրած բյուջեի թվերի տակից։ Սրա մասով ինչ կասեք նաև պարտատոմսերի ու մեկ էլ գործընկերս հիշեցրեց, որ IMF-ը գնահատել էր IMF-ն ու մյուսները 4.5, հա, 4.5, բայց հիմա մեր կանխատեսումը վերջոք 5.1-ի շրջանակում է, չէ՞, կարծեմ հիմա համադրել են ձեր կանխատեսումն ու միջազգային կառույցների կանխատեսումները, թե ոչ, ի վերջո 25 թվականին կունենանք ձեր կանխատեսած ավելի բարձր ցուցանիշը, թե ավելի նվազ տեմպեր կլինեն։ Նախ մեր պետական գանձապետը ենթադրում եմ, որ դուք դրամով արտահայտված մեր պարտատոմսերին էր հարցը վերաբերվում, վերջի տարիներին նվազել են տոկոսադրույքերը եւ որը ուղիղ գծային կապի մեջ է կենտրոնական բանկի տոկոսադրույքի նվազման որոշումների հետ, այսինքն երբ որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնում է կենտրոնական բանկը, դա որոշակի լագով ազդում է նաև մեր գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքների հետ։ Տոկոսադրույքները տարբեր են, այսինքն մենք ունենք եկամտաբերության կոր, որտեղ տարբեր մարման ժամկետով ուրեմն պարտատոմսերը ունեն տարբեր տոկոսադրույքեր։ Վերջի թողարկումների մասին կարող եմ ասել, որ 10 տարանոց թղթերը ունեն 9.5%-ին մոտ եկամտաբերություն, 1 տարանոց թղթերը ունեն 7%-ից մի փոքր ավել եկամտաբերություն, սա է հիմնականը։ ՊԵԿ-ի հետ կապված չեմ կարող մեկնաբանել, պետեկամուտների կողմը ես չեմ կարծում, որ տեսեք մեր գրած բյուջեն ուռճացված չի, ինքը ինչ-որ կանխատեսումների վրա հիմնված է եւ ես չեմ կարծում, որ ՊԵԿ-ը վարչարարությունն է իրականացնում այդ թվից ելնելով։ Ինքը իհարկե ձգտելու է ապահովել այդ եկամուտները, բայց ՊԵԿ-ը, այսինքն եթե մենք նույնիսկ շատ սխալ թիվ գրած լինենք, ՊԵԿ-ը չի դնելու ամեն գնով այդ գումարը հավաքի։ Ես կարծում եմ, որ իր ռիսկերի գնահատման մեխանիզմները աշխատացնելով պետեկամուտների կոմիտեն փորձում է ստվերի դեմ պայքարել, եթե որոշ դեպքերում անհամարժեք ուրեմն գործողություններ են իրականացվում, դա էլ քննարկում ենք եւ մտածում ենք ինչպես դա կարելի է անել, այսինքն դա կոշտ չի, քիչ չի, այսինքն ճիշտ բալանս պետք է գտնենք այդ կոշտության եւ ստվերի դեմ պայքարի հարցերում։ 370 միլիարդ ավելի կարողանա հավաքել։ Դե այս պահին գնում ենք ըստ պլանավորվածի, նույնիսկ առաջի եռամսյակում ավել էր քան պլանավորված էր։ Ես երեք խոսել եմ ՊԵԿ նախագահի հետ այս հարցի հետ կապված, ինքը ասաց, որ իր կարծիքով առաջի կիսամյակում ինչ որ պլանավորված է կլինի այնպես ինչպես պլանավորել էինք, երկրորդ կիսամյակում կնայենք տնտեսական զարգացումներին եւ դրա հետ կապված կլինի, որտեղ այստեղ էլ հստակ հնարավոր չի ասել էլի, այսինքն կախված է նրանից, թե տնտեսության որ ճյուղերն են աճում։ Ի վերջո մեզնից չի կախված այդ հավաքումը, կապված է տնտեսությունը ինչպես է զարգանում, տնտեսվարողները ինչքան շահույթ եկամուտ տնտեսական գործունեություն են իրականացնում, այստեղ ճիշտ բալանս է պետք ուղղակի պահել, որպեսզի համ պետական եկամուտները պլանավորվածին համապատասխան կամ նորմալ հավաքագրվեն եւ մյուս կողմից տնտեսությանը շոկի մեջ չենթարկենք եւ թողենք, որպեսզի մարդիկ նորմալ տնտեսական գործունեությամբ զբաղվեն։ Եթե դե որևէ խնդիրներ կան, մենք պարբերաբար քննարկում ենք մեր գործընկերների հետ մասնավոր ոլորտում եւ փորձում ենք հասկանալ, եթե չեմ սխալվում, ՊԵԿ-ը վերջերս նաեւ ազգային ժողովում էր նման հանդիպում ունեցել, որպեսզի հասկանանք ինչքանով է մեր վարչարարությունը համապատասխանում։ Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա արդեն խոսեցինք դրա մասին եւ կարծում եմ, որ դրան մոտ կլինի, իհարկե կանխատեսում է, գուշակություն չի, հույս ունենք, որ
այդքան կլինի, դրանից մի բան էլ ավել։